Թե իմ իշխանավորները մի քիչ կարդացած լինեին, մի քիչ հայոց պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը տեղյակ լինեին, այսօր չեր ասի հայոց պատմությունը ջնջեք, Հայաստանի պատմություն։ Իսկ պետությունը քայքայելու, պետությունը ոչնչացնելու երկու ճանապարհ կա։ Կրթական համակարգը քանդել, հավատքին կպնել։ Այսօր մեր դրածո իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչ թողնենք նյութականը, 8 միլիարդ դոլարով ավելացրեց, ինչ արեց, տնտեսությունը իր ձևի քայքայվեց, ուրենք հասել եւ այլն, որ Թուրքիայի համար դպրոցներ են կառուցում, եւ վերջապես որպես մասնագետ եմ ասում, դպրոցներ են կառուցում։ Ընկեր ջան, ում համար Թուրքի ինչքան է զիջելու եւ այդ տերմինը թույլ չեմ տա ես օգտագործեմ, բայց քանի որ հեռուստաէկրանից ինքը օգտագործում է այդ տերմինը, եռագլուխ է անվանում, ինչ է անվանում, ինքն է եռագլուխը։ Վերջապես ազգը եւ այդ ազգի ներկայացուցիչները երեք անդիմադիր ուժերը, նրանց ղեկավարները եռագլուխ չեն կարող լինել։ Թաթևյան Արմանը եռագլուխ կուսակցության անդամ չի կարող լինել կամ կուսակցության ղեկավար չի կարող լինել։ Հարգում եմ այդ մարդուն, հարգում եմ անդիմադիր ցանկացած ուժին, այն ուժին, որը որ իրավամբ նվիրված է իր հայրենիքին ու իր ժողովրդին։ Իսկ այսօր ինչ է կատարվում։ Մենք բոլորս, եթե ուղեղով է մտածում մարդը, հայը, պիտի հասկանա։ Վերջին հաշվով 240 կիլոմետրից ավել մենք ունենք ՄԱԿ-ի անդամ, սուվերեն պետության անդամ պետության տարածքից օկուպացված։ Եվ վերջապես նախկին ունեինք իբր թե ունեինք պաշտպանության նախարար։ Դավիթ Տոմյան, քեզ եմ ասում, ուշադիր լսի այդ տղա։ Քեզ եմ ասում, քեզ եմ դիմում։ Ասեցի կսովածանան, քաղցեն, քաղցած կզգան իրենց, կհեռանան, մեր սահմաններից դուրս կգան։ Ընկեր ջան, անցել է քանի տարի։ Ուր է իմ պետության տարածքը, դու իմ սուվերեն պետության տարածքը ծախում եք, ես ինչ եք անում, Թուրքին եք տալիս։ Վերջին հաշվով, վաղնիսօր, դպրոցներ ես կառուցում, հպարտանում ես, ասֆալտ ես տալու, հպարտ քաղաքացի, 3 միլիոն վարչապետ։ Այդ տղա, ուր է Նիկոլ, ուր է այդ 3 միլիոն վարչապետը։ Այսօր, դու այդ 3 միլիոն վարչապետին ընդամենը ասֆալտը փռեցիր, որ այդ 3 միլիոն վարչապետին փռես ասֆալտին, փռում ես ասֆալտին։ ԱԱՑ-ի պատվալները ծստում ուր է գնում ես ազգը։ Կործանման, անդունդի եզերին են կանգնալ։ Ուրեմն, թող խորհուրդ եմ տալիս, կիսագրագետ իմ պատգամավորներին քապային է վերաբերում իհարկե, ոչ ընդդիմադիր ուժերի պատգամավորներին, մի քիչ կարդան, մի քիչ, չգիտեմ, պատմություն ուսումնասիրեն, կամ ընդամենը, գիտեք ինչ, այսօր կարևոր չի, Օքսֆորդ ես ավարտել, Քեմբրիջ ես ավարտել, որտեղ թքած ունեմ ես, ներողություն արտահայտությունից, կներեք, որ մի քիչ ոգևորվում եմ, որովհետև ազգիս համար տառապել եմ կես դար, ուղիղ կես դար, 50 տար, եւ վերջապես տվել եմ կադրեր, այսօր իմ կադրերը, իմ ժողովրդի համար, իմ ազգի համար չեն աշխատում, աճեցրել եմ դրան, ազնվորեն իրավամբ ասում եմ, չէի խառնվի խոսակցությանը, պարզապես սիրտս ցավում է, մխկտում է, ես չգիտեմ, կդառնամ մի հատ այդպես, ինքս ռետոր չէ, բայց ստիպում են, որ դառնամ արդեն այդպիսի, ուր ենք գնում, որտեղից ենք գալիս, դու մեզ ասում ես, ախր լրագրողներ, քանի լրագրող կա, ոնց մեղադրում եմ ես, մեղադրում եմ այն ընկերներ, ախր որ մեկն ասել, Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենի հանեց աշխատանքի, այդ հզոր գիտնականի, այդ աղջկանի շատ լավ եմ ճանաչում, գիտեմ եւ այդ որ մեկն ու մեկը ինչու հարց տան Նիկոլին, այն Նիկոլ այդ մարդուն, որ հանեցիր աշխատանքի, այն գլխավոր դատախազը դու ես, ոստիկանապետը դու ես, գլխավոր գինեկոլոգը դու ես, մյուսը եւ այլն, այս ուր ենք գնում, մի մարդ ղեկավարում է ամբողջ հայ ժողովրդին, վերջապես մենք ունենք պատմություն, ունենք կենսագրություն, պատմությունը ասում ես ուրացեք,
Հանում ես դասագրքերից հայոց պատմություն է եւ վերջապես ընդունում ես Հայաստանի պատմություն միայն։ Ոնց է։ Ես արմատներով Ղարցեցի եմ, ես Ղարցեցու ծնունդ եմ, Նիկոլ։ Ղարցեցու ծնունդ եմ արմատներով։ Իսկ ծնունդով էջմիածնեցի եմ։ Լավ իմացիր եւ իմ նմանները երբեք ու երբեք չեն թույլ տա, որպեսզի հայերենը մենք մոռանանք, հայոց լեզուն մոռանանք, քո նման Mesrop Martotin, Gogavaza Kambanek, I said, Tetakan Tarek Taka Pokta, it's going to go what's it bed. I see Nahara, John Andreas, yes, Chairman to know, and Geruijan. He soon is Katakanamakarken, Ashkatel, Rekaval Nair, make there. He should be start in Church the Brot. Yarasun Tarimanak the Protent over it. In Chimasina Poster. Garagin is playing on Martoon. Դու անվանում ես գողավազար, ոնց կարելի է, ախր Աստված չի մակագրի, չի ների, լսեք, Աստծու դատաստանից վախեցեք, դուք քապականներ, վախեցեք, որ վաղը միսօր դուք բոլորը մեռնելուց կարևորը, գիտեք ինչ, աթոռը չի, որ պիտի գեղեցկացնի մարդուն, ցանկացած մարդ կարող է մի փոքր հասարակ հակած լինել, չգիտեմ մյուս, բայց այնքան խելացի լինել, որ դու այդ ոչ հաճելի աթոռը, մի քիչ հասարակ աթոռը գեղեցկացնես քո խելքով, քո ուղեղով, ազգին որպես փրկարար, ազգի փրկության, ազգի ապագայի մասին մտածելով, ազգի համար մի կարգին գործ աշխատանք անելով, կարողանաս հպարտանալ, վաղ ինչ-որ ասելիք ունենաս քո մեռնելուց առաջ։ Իսկ մարդը, հայը, եթե հայ ես դու իրավամբ, եթե ծնվել ես դու հայերեն, պիտի ամբողջ կյանքում դու ապրես հայերեն, ու մեռնելուց դել, դու պիտի մեռնես հայերեն։ Եթե ոչ, ուրեմն թուրք ես, ուրեմն չգիտեմ ով ես, ինչ ես, մյուս։ Այսօր ես ընդամենը միավորման կոչ եմ անում։ Ես չեմ թաքցնում, սատարում եմ Գայդիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, սատարում եմ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի, նա ով Այսօր մտածում է իմ ազգի ապագայի համար, ես նրա կողքին կանգնող եմ, կանգնած եմ նրա կողքին, պարզապես հարկավոր է, որ մենք միավորվենք և ազգը կարողանանք փրկել, թող կարդան, պատահական չէ նախ քիչ առաջ որ ասեցի, այո, այս կիսագրագետ պատգամավորները, որոնք այդ աթոռները զբաղեցրել են, այդ աթոռները, ներողություն եմ խնդրում, իհարկե թքած ունեմ այդ աթոռների վրա, իրենք պիտի գեղեցկացնեն այդ աթոռները, իրենց խելքով, թող մի քիչ կարդան, որ իմանան։ Գևորգ, մենք ունեցել ենք 6-րդ կաթողիկոս, Ադամ, կարդացեք, մի ուղեղներդ աշխատեցրեք, Չորեքչյան կաթողիկոսի մասին է խոսքը, մենք չէինք ունենաս մայիսյան հերոսամարտեր, եթե Չորեքչյան կաթողիկոսը կոչով չդիմեր ժողովրդին, ասեց ժողովուրդ հայոց, մինչև հիմա դուք համբուրել եք իմ աչը, այսօր ես համբուրում եմ ձեր ոտքերը, միավորվեք և ազգը իհարկե, լսելով կաթողիկոսին Վեհապար Հայրապետին, միավորվեց, մենք ունեցանք Ղարաքիլիսա, ունեցանք Սարդարապատ, այսինքն մայիսյան հերոսամարտեր ունեցանք, բա այսօր դուրս ես եկել, որտեղ Վեհապար Հայրապետի դեմ, դուրս ես եկել իմ հավատքի դեմ ես դուրս եկել, չեմ թաքցնում, ներողություն, Մարտիրոսյան Հունանն եմ մանկավարժական ինստիտուտում 10 տարի մանկավարժական ինստիտուտում դասախոսած, այնուհետև 30 տարի Էջմիածնի կենտրոնական դպրոցներից մեկը ղեկավարել, մի 4 տարի էլ Էջմիածնում շրջկոմ, կուսակցական շրջկոմում։ Հակառակ դեպքում այսօր էլ ես կունենայի դոկտորի աստիճան կամ մյուս, բայց մնաց թերի, քանի որ բռնի կերպով ես տեղափոխվեցի Էջմիածին։ Ինչևից է, հարցը դրանում չի, կներեք, որ մի քիչ ոգևորվեցի, մայրաթոռի մասին էի ասում։ Այո, ես կանգնած եմ իմ հավատքի համար, կանգնած եմ Վեհապար Հայրապետի թիկունքին, ես հավատարիմ մնում եմ իմ հորս սրբազան ուխտին, ինքը սրբազան ուխտ ունի արած, ես արմատներով վարձեցի եմ, չեմ կարող ուրանալ, Նիկոլ չէ, Տո Նիկոլի հերն էլ որ կենթանանա, դարձյալ նույնն է մնալու։ Պահ Մարտիրոսյան ջան, նայք, եթե կարելի է ներեցեք,
Դուք շատ որքան հասկացա մանկավարժ եք եւ նաեւ դպրոց կամ մանկապարտեզ եք, դպրոց եք ղեկավարել։ Դպրոց եք ղեկավարել։ 30 տարի դպրոց եմ ղեկավարել, 10 տարի դասախոս եմ ընդամենը։ Տեսեք, շատ եւ ձեզանից ակնհայտ երևում է, որ եւ տիրապետում եք եւ պատմությանը եւ նաեւ հարցերի։ Պատմության մասնագետ եք, մասնագիտական։ Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ։ Մեր Հայաստանի գյուղատնտեսական ատլասը կազմող հեղինակներից մեկն է։ Նախ ուզում եմ ասել, որ աշխարհագրություն, աշխարհագրագետները ինձ համար այն կարևոր մարդիկ են, մասնագետներն են, որոնց վրա պիտի հիմնվի մեր երկրի անվտանգությունը։ Ինչի, որպեսզի հասկանալու համար ռելիեֆային ամբողջ առանձնահատկությունները եւ այլն։ Այո։ Հիմա տեսեք, մեր երկրի դուք մի քանի ճիշտ բան ասացիք, այսինքն ճիշտ էիք ասում, բայց այսպեսի մի բան, ինչն է այսքան ժամանակ պատճառը եղել եւ հիմա այսքան 8 տարի, որ խնդիրները այսքան շատ են։ Մենք պետք է ունենանք իշխանություն, որը չի խափում մարդկանց, որը կարող է հարցեր լուծել ու գիտի ինչպես է աշխատում պետությունը եւ իսկապես որ ժողովրդի մասին մտածի եւ Հայաստանի շահով առաջնորդի։ Ես ինչու ենք մենք հայտը ներկայացրել մեր թիմով այս քաղաքական, որտեվ ինձ քաղաքականություն են բերել ոչ թե ես դասական քաղաքական գործիչ եմ, այսպես ասած, որ կուսակցական պայքարի մեջ եմ եղել եւ այլ կամ քաղաքականությամբ եմ մտածել միշտ զբաղվել, այլ ինձ այս քաղաքականություն են բերել մարդկանց կոնկրետ խնդիրները։ Երբ ես անընդհատ տեսել եմ ինչքան խնդիրներ կան եւ ամեն մեկը իր կարգավիճակում, դուք որ կարգավիճակում չի բավականացնում հնարավորությունները, որ լուծես։ Եվ ես հասկացել եմ, որ իրականում պետք է հենց որոշում կայացնողը դու լինես, որ կարողանաս իրականում ժողովրդի վստահությունը ունենալով, որպեսզի որոշումները կայացնես։ Եվ հատկապես ինչ նկատի ունեմ այսօրվա այսքան խնդիրներից։ Տեսեք, հիմնական հարցերը, որ պետական համակարգը այսօր կենտրոնացված է մեկ անձի ձեռքում։ Շատ լավ բնորոշեցի։ Ամեն ինչը, մյուսը, կամայականությունը։ Ով ինչ ուզի կանի, օրինակ, սկսած ամենափոքր հարցից ազգային ժողովի դարպասները բացել էին, կամայական որոշման փակեցին։ Վերջացած աշխատանքից մարդկանց ազատումներով, Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենի, դպրոցի տնօրենների եւ այլն։ Այ հենց այդ է, որ մեր երկրում այդպես չպետք է լինի։ Կնոջ վրա գորալը, որ տեսնում եք, չէ՞։ Սա ինչ է, սա այն արատավոր բարքերն են, որ այո, բայց նաեւ այն անպատժելիությունն է, որ իշխանություն ունեցող մարդը կարած գա, որ ինքը շրջապատված է թիկնապահներով, կամ ոչ միայն իշխանություն, ոչ միայն պետական, այլ ինչ որ չգիտեմ, խմբեր, մեծահարուստ կլինի, ով ուզում է լինի, այդպիսի ցավոք սրտի դեպքեր շատ են եղել մեր հանրապետությունում։ Մեր խնդրի նպատակներից է նաև այնպես անել, որ վերանա նման դեպքերը, որ մեր քաղաքացու նկատմամբ sense դատապարտելի վերաբերմունքը, որ վերանա, որ կապ չունի քաղաքացին եկե մոտեցել է Պաշտոնյանին, ճիշտ է, սխալ է ինքը, կարող է լավ հենց այդ սխալ հաց է բարձրացնում, բայց ինչ իրավունք ունի Պաշտոնյան, էլ երկրի բարձրագույն Պաշտոնյան, թույլ տա իրան այդպես խոսա մարդու հետ։ Եվ հիմա տեսեք ուր ենք եկել հասել։ Մարդկանց այսօր համատարած մենք այդ թեժգիծը որ ստեղծեցինք այս ընտրությունների ընթացքում, այն բանից հետո երբ զգացինք, որ մարդկանց վախեցնելու դեպքերը, անհանգստացնելու համատարած են ուղղակի։ Համակարգված աշխատանք է պետք, ինչ են անում հիմնականում համայնքապետերի միջոցով, չգիտեմ, մարզպետարանների միջոցով, տարբեր նախարարությունների միջոցով ոնց են վախացնում մարդկանց։ Մեկին ասում են, գիտես դու քաղաքում աշխատող երեխա ունես, այն մեկին ասում են ուսուցիչա դպրոցում աշխատում, այն մեկ եւ այլն, ամեն ինչ անում են մարդկանց հեռու պահեն ընտրություններից, բայց հետո ինչ են, տեսեք ինչ սխեմա է գործում։ Մենք երեք հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք, ինչ սխեմա է գործում։ Վերևից ներքև։ Ներքևները ճնշում են դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, դասախոսներին, որպեսզի նրանք ապահովեն այդ եւ ապահովեն կազմակերպեն նրանք իրենց հերթին վախացնեն ուսանողներին եւ այլն։ Բայց տեսեք, ինչ եմ ասում։ Բայց իրականում զոհերը հենց այդ մարդիկ են, դժվողները, որովհետեւ լավ, նրանց հասկանում են, որ վախացնում են ուսանողին կարողա դուրս թողել, դպրոցի տնօրենը մտածում է իրեն աշխատանքից կազատեն եւ այլն, ու հենց դեպքերը բացահայտվում են, առաջինը պատժում են այդ մարդկանց։ Բայց իրականում կազմակերպիչները, հրահանգ տվողները վերևից են։ Ու այսինքն այնպես է համակարգը ստեղծված, որ իրենք իրենց պարզաբոց կպատժեն։ Մեր խնդիրն է, տեսեք, Տիկին ջան, մի հատ ավարտեմ, մեզ պետք է, այո, ուժեղ ղեկավար, բայց ժողովրդավարություն, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն, մարդու գնահատում։ Տեսեք, այս դրա հետ կապված ինչ մտած։ 4000 մետր հող եմ ուզում չեն կարող բարան, բայց Հայաստանի համար ամեն ինչ արել եմ ես։
Դե պետք է ամեն դեպքում մարդը գնահատվի։ Ես ուղղակի հավատեմ, տեսեք մեր ասածը որն է, որ այս համակարգը որ կա, ինքը իշխանության վերարտադրման համար է, որ մասնագետին, ասենք, տնօրենին ճնշում են, հետո վերարտադրվելու դեպքում նշանակում են իրանց մարդուն, չէ, արանքից ովքեր են դուրս գալի, մասնագետները, ովքեր լավ տնօրեն եւ այլն կարող են ստացվում, լավ ուսուցիչ, վատ ուսուցիչը որոշում է ոչ թե նրանով, թե ով է երեխային ճիշտ գիտելիք փոխանցում, արժեքներ փոխանցում, այլ դու ընդդիմությունից ես, թե իշխանությունից ես, չգիտեմ, պարակտված այս չափանիշները լրիվ արատավորվել է եւ դրա համար այս ընտրություններով մենք բոլորս ժողովրդով պիտի լուծենք այդ հարցը։ Այդ թվում են ուսանողներով, որոնց ճնշում են, տնօրեններով, մնացածով, որտեղ նրանք նույնպես պետք է պաշտպանված լինեն, իրենց իշխանություն լինի, որ նրանց չկարողանա ճնշի։ Համակարգը մեզ դրված լինի ու մի մարդուց էլ կախված չլինի ոչ մի բան։ Այսպես որ ընդհատում են ներողություն դրա համար։ Գիտեք ոնց, այսօր Եվրամիություն, Ֆրիդան, ԵԱՏՄ, բացարձակ հայտարարում եմ Եվրամիություն գոյություն չունի։ 1. Դա քայքայվում է 2. Երրորդ, Եվրամիության ցանկացած պետություն դրանք ընդամենը եղել են պարազիտային կյանք վարող ագրեսորներ, մի քիչ պատմությանն են տիրապետում փառատոնով, իսկ Պորտուգալիայից ցած, Իսպանիայից ցած, վերջացած դրանք բոլորը եղել են նվաճողներ, գաղութների հաշվին ապրող պետություններ։ Այսինքն, այսօր 60-ական թվականները, երբ որ համարվեց արդեն Աֆրիկայի տարի, Աֆրիկան ձեռք բերեց, բոլոր պետությունները ձեռք բերեցին քաղաքական անկախություն։ Հիմա նայեք, պարոն Մարտիրոսյան ջան, կներեք ընդհատում եմ, կներեք։ Ուզենայի երկար լիներ հաղորդակցությունը, հեռուստաէկրանից որպեսի ազգը։ Տեսեք, հիմա մենք հետևյալը, այդ էլ առանձին կարող ենք իրար հետ հավաքվել, խոսալ այդ հարցերում, Աստված տա ընտրությունների արդյունքներից հետո լինեն ընտրությունների արդյունքները ճիշտ, որ չվերընտրվի ԿՊ-ն, այո, իշխանության։ Եվ մնացած հարցերը նաև կհավաքվեն շատ քննարկենք, շատ հաճելի է, շատ օգտակար է ձեր ինձ հարկավոր է մաքուր ընդդիմություն, որպեսզի ես ուրախանամ, ես ազգու ժողովրդի մասին մտածող մարդիկ, այո։ Ամբողջ ընթացքում ես չեմ ուզում սրտաճմլիկ բարեր ասել, քանքի մյուս եւ այլ ապարաժների կողերին հատ թակող հայկինը, որ իր արցունքով շաղախել է այդ խմորը եւ այլ չի ծնկել, բարուրը դերել խեղտած իր երեխային փաշայի հատ, բայց հավատքը չի ուրացել։ Այսօր ինչ է կատարվում, ես չգիտեմ, թողին նման մարդիկ գնան մի անգամից կախեն իրենց։ Չէ, պետք է քվեարկել, պարոն Մարտիրոսյան ջան, շատ ուրախ ենք ձեզ տեսանք, շատ հաճելի է, պետք է քվեարկելով լուծել հարցը։ Հաղթանակ եմ կամենում։ Մերսի, բոլորը։ Ընդդիմությանը հաղթանակ եմ։ Մերսի, շնորհակալություն։ Հա։ Մեր հայ ժողովուրդն են բոլորներ, մեր նման ուզում են, որ մեր երկիրը ծաղկի, բարգավաճի, մարդ դառնա։ Իմ անունը հայ է, ազգանունը Սյան։ Հայ ժողովուրդ, եկեք պահենք մեր։ Իրական բանկացել։ Եկեք պահենք մեր։ Շնորհակալություն Տիկին ջան։ Հա։ Տեսություն։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալություն։ Նիկոլին ես եմ մորթել։ Չէ, տես բան պետք չի։ Քվեարկելով, հա։